ხელი ეწერება საქართველოსა და სომხეთის რესპუბლიკას შორის ეკონომიკური თანამშრომლობის მთავრობათა შორისი კომისიის მე-15 სხდომის ოქროს. ხელს აწერენ საქართველოს მხრიდან საქართველოს პრემიერ-მინისტრი მისი აღმატებულება ირაკლი კობახიძე, სომხეთის მხრიდან სომხეთის რესპუბლიკის პრემიერ-მინისტრი მისი აღმატებულება նիկոլ Փաշինյանը. Հարգելի ներկաներ, այժմ տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Ստորագրվում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։ Ստորագրում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոպախիձեն։ Pardon, Premier-Ministru, Türpaso Delegatsiyası Evropa, Türpaso jurnalistebim, Memida Gideort Holmiyo Salmo. Ageliler agroglar. Tabii Türkiye orijinal im հայգործն կերոջը, պարոն Նիկոլ Փաշինյանին, orijinal հայկական պատվիրակությանը, Վրաստանում ինչպես դերևս գիտեք, Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը կայացավ։ Քիչ առաջ մենք այնտեղ 15-րդ նիստը պետական համապատասխան պաշտոնատար անձանց, նախարարների մասնակցությամբ շատ հետաքրքիր քննարկում ունեցանք տարբեր թեմաների շուրջ, երկու երկրների միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։ Մենք տեսնում ենք երկրների միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։ Մենք տեսնում ենք, որ բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես այս ամենի ֆոնին շատ կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը։ Մենք կապված ենք պատմական բարեկամական կապերով մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եւ սա հիմք է ծառայում ռազմավարական գործընկերության համար Հայաստանի եւ Վրաստանի միջև։ Իհարկե մենք շատ ուրախ ենք եւ ոգևորված ենք, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք։ Եվ մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերության խորացմամբ, մեր ռազմավարական բարեկամական կապերը խորացնելով մեր երկրների միջև այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն են ընդհանուր շահերը։ Ես կրկին անգամ առիթն օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին, աջակցելու համար մեր ազգային շահերին, հարգելու համար մեր շահերը, հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանն աջակցելու համար հանձնաժողովի նիստի շրջանակում էլ ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար։ Մենք այսօր քննարկեցինք երկկողմ օրակարգը, քննարկեցինք տարբեր թեմաներ, համագործակցությունը տարբեր ոլորտներում, քննարկեցինք կրթության, սպորտի, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցությունը։ Կուզեի կրկին անգամ ընդգծել, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Մենք այնուամենայնիվ դեռ ունենք ճիրացված ներուժ եւ հեռանկարներ ունենք։ Կուզեի առանձնացնել մեր շատ հաջողված առևտրատնտեսական համագործակցությունը։ Առևտրի առումով Հայաստանը առաջին տասնյակում է Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության իմաստով Հայաստանը առաջին եռյակում է Վրաստանի համար եւ շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալը եւ այն ավելի խորացնելը զբոսաշրջության բնագավառում մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է, մենք պետք է ել ավելի խորացնենք այս համագործակցությունը։ Մենք ոգևորված ենք, որ շատ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով։ Մենք երջանիկ ենք, որ եւ ընդգծեցինք դա միջկառավարական հանձնաժողովի նիստին, մենք ուրախ ենք, երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք տարածաշրջանում կայունություն, ապահովենք խաղաղություն տարածաշրջանում
Եվ այս համատեքստում ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստական ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը եւ կայունությանը տարածաշրջանում։ Այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի։ Ես ցանկանում եմ կրկին ընդգծել գերազանց համագործակցությունը մեր երկրների միջև։ Գործընկերություն, բարեկամություն եւ օրինակելի կապեր մեր երկրների ժողովուրդների միջև։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրների, մեր ժողովուրդների նկատմամբ պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի ել ավելի խորացնենք եւ ամրապնդենք մեր բարեկամական գործընկերային կապերը։ Եվ վերջում ցանկանայի շնորհակալություն հայտնել անձնապես պարոն վարչապետին, պարոն Փաշինյանին նրա անձնական ներդրման համար մեր բարեկամական կապերի խորացման գործում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ մեծարգո վարչապետ Կոբախիձե, Հայաստանի եւ Վրաստանի կառավարության հարգելի անդամներ, ուզում եմ նախ ուրախությունս արտահայտել մեր հերթական հանդիպման առիթով։ Իհարկե մեր ձևաչափը կոչվում է Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով եւ մենք արդեն 15-րդ նիստն ենք ունենում, բայց մեր ընկալումը ուժեղանում է հետեւյալի, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ եւ զարգացում ունենալն է եւ շատ կարեւոր է համարում ընդգծել, որ մենք քննարկեցինք եւ տնտեսական եւ երկկողմ տարածաշրջանային միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր, նաեւ տեսնելու համար, թե որտեղ է, որ մենք ունենք համագործակցելու ավելի մեծ պոտենցիալ։ Նախ ես ուզում եմ եւս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաեւ Վրաստանի պետությանը եւ ժողովրդին մշտական աջակցության համար եւ այդ աջակցությունը շարունակվում է, մենք տեսնում ենք եւ դուք գիտեք, որ այսօր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ եւ օգնությամբ եւ սա շատ բարձր գնահատանքի է արժանի եւ արժանանում մեր կողմից։ Իհարկե Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է եւ կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա եւ շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը եւ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են, միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելությունները աճում են եւ սա շատ կարեւոր է նաեւ մեր կարևոր արտահայտություն է նաեւ մեր քաղաքական ակտիվ համագործակցության։ Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում եւ մեր նախարարները այսօր հնարավորություն ունեցան կիսելու նաեւ նախորդող շրջանի փորձառությունը։ Շատ ուրախ եմ արձանագրել, որ արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը եւ Վրաստանը ակտիվ համագործակցում են։ Մենք շատ կարեւոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության եւ խաղաղության հաստատումը Հայաստանը եւ Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել խաղաղությունը եւ կառուցում խաղաղությունը եւ կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանային համար պատմական հնարավորություն է։ Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա եւ այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետեւ տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա։
եւ այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։ Իհարկե, ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, մասնավորապես ինչ է տեղի ունենում TRIP ներդրումային նախագծի շուրջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ, մենք կարծում եմ փոխադարձաբար հետաքրքրություն ունենք Հայաստան եւ մեր տարածաշրջան Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ եւ ելի ուզում եմ ընդգծել, նախկինում էլ առիթ ունեցել եմ ընդգծել, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը եւ այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք եւ ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կարողանանք համագործակցել, այստեղ էլ կարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։ Իհարկե, քաղաքական երկխոսությունը եղել է եւ կա եւ մնում է շատ ակտիվ եւ տնտեսական համագործակցությունը եւ մենք խնդիր ունենք տեսնելու, թե որտեղ կարող ենք համագործակցել մարտահրավերները առավել արդյունավետ կառավարելու եւ հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործելու համար եւ իհարկե նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաեւ մեր ընկերներին տեսնվելը, նրանց որպիսությունը հարցնելը եւ իհարկե նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի ջերմ ընդունելության եւ հնարավորության համար ամեն անգամ այս հանդիպումներից հետո առաջին բանը, որ մենք մտածում ենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում առավել ակտիվացել եւ արդյունավետ է դարձել եւ ես նման պատրաստակամության եւ աջակցության համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոբախիձեին եւ իհարկե այս ջերմ եղբայրական ընդունելության համար։ Շնորհակալություն։